Վեհապար Հայրապետը հենց այդ օրը հրաժարվել էր ցուցմունք տալուց, քանի որ այդ իրավունքը ունի, այդ իրավունքից էր օգտվել, բնականաբար որևէ գործողություն չի կատարվել եւ այդ քրեական վարույթն էլ մեր գնահատմամբ նպատակ ուներ ուղղակի խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովի անցկացումը եւ այդ նպատակին էլ ըստ էության ծառայեց, որովհետեւ մինչեւ այդ, եթե հիշում եք, 5 եպիսկոպոսի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք խափանման միջոցը, այն նաև մեկ քահանայի, եւ երբ որ տեսան, որ Վեհապար Հայրապետը միևնույն է փորձում է մեկնել եւ տոմսերը գնել էին, արդեն մեկ օր հետո ճամփորդելու էր, իրենք փաստորեն շատ արագ շաբաթօրով եկան մայրաթոր եւ քրեական հետապնդման հարուցելու որոշումը հանձնեցին եւ որպես մեղադրյալ փորձեցին հարցաքննել եւ նաև կիրառեցին բացակայելու արգելք խափանման միջոցը։ Իսկ դա, գիտեք ինչ, դա խայտառակ որոշում էր, խայտառակ, ոնց ասեմ, գործողություն էր, որովհետև բացակայելու արգելքը կիրառվում է այն ժամանակ, երբ որ կան բավարար հիմքեր, որ անձը կարող է փախուստի դիմել։ Պատկերացնում եք, այսինքն ոչ միջին ծանրության հանցագործություն են վերագրում Վեհապար Հայրապետին եւ քննիչը իր որոշման մեջ գտնում է, որ Վեհապար Հայրապետը կարող է փախուստի դիմել։ Սա ուղղակի ցավոք մեր երկրի ամոթալի էջերից մեկն է, որը սերունդները անպայման սա թերթելու են ու չգիտեմ, նույնիսկ զզվանքով կարող է այս օրերի իրադարձությունները կարդան։ Պարոն Զոհրաբյան, մյուս 6 բարձրաստիճան հոգևորականները մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Վեհապար Հայրապետն էլ է այդ կարգավիճակում։ Այո։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են իբրև դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Իսկ մենք լավ գիտենք, որ այդ դատական ակտով ներխուժել են եկեղեցու ներքին կյանք։ Գիտեք ինչ, չի կարելի դատական ակտով ստիպել, օրինակ ամուսնական զույգերից մեկը դիմի դատարան, դատարանի խնդրի պարտավորեցնել ամուսինը իրեն սիրի։ Չի կարող այդպիսի բան լինել։ Կան ոլորտներ, կան միջավայրեր, որտեղ իրավունքը չի կարող ներխուժել։ Եվ այդ ոլորտներից մեկն էլ եկեղեցու ներքին կյանքն է, որը ամբողջությամբ դրսևորվում է հավատքի եւ բնականաբար, ասենք, աստվածաշնչյան եւ սուրբ հայրերի կանոնների եւ ավանդույթների հիման վրա։ Այստեղ չի կարող պետությունը ներխուժել եւ դա օրենքով էլ է ամրագրված։ Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի մեջ ուղիղ ասվում է պետությունը չի կարող, արգելվում է պետությանը միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Էլ սրանից ավել էլ ոնց ասի օրենքը, որ մի միջամտեք։ Եվ տեսեք, հիմա ինչ է ստացվում, նաև եթե գիտեք, երկու գործով էլ նախկին քահանաները Ստեփան Ասատրյանը եւ Արամայիս Թախմազյանը հայցով դիմել են դատարան եւ խնդրել են Հայրապետի տնօրինությունները անվավեր ճանաչել եւ դատարանն էլ պարտավորեցրել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ապահովել այս անձանց պաշտոնավարումը հոգեվոր հովի պաշտոնում։ Տեսեք ինչ է ստացվում։ Աշխարհիկ մարդիկ ստացվում է անելու են հոգևորականի բնորոշ գործառույթներ։ Օրինակ, այո, դատանի որոշմամբ սրանից սա շատ, ոնց ասեմ, ես այսպեսի խայտառակ որոշման իմ մասնագիտական կյանքի մեջ չեմ հանդիպել։ Հավատացեք, շատ անարդարությունների եմ հանդիպել, հենց իմ վստահորդների նկատմամբ, իմ նկատմամբ շատ անպագորգոր անարդարությունների եւ անօրինական բաներ եմ հանդիպել, բայց այս մասշտաբի լկտի անարդարության չեմ հանդիպել, որովհետեւ չի կարող դատավորը ներխուժել այս կյանք։ Սա շատ վախենալու բան է արել իշխանությունը եւ այդ դատավորներն էլ ցավոք դարձել են այս իշխանության ձեռքը որպես միջոց այս անարդարությունը հաստատելու համար։ Արման Սարոյանի գործով դատավորը դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ հարցինի պատասխան ասաց, որ ինքը ապահովել է անձին դատարանում լսված լինելու իրավունքը։ Տեսեք, հիմա օրինակ, եթե ես որպես քաղաքացի դիմեմ դատարան եւ ասեմ պարտավորեցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա հավատա Աստծուն։ Այդ իմ հայցը վարույթ կընդունեն, չեն ընդունի, չէ՞։ Այսինքն տեղեր կա, որ իրավունք չկա այդ իրավունքը, որ դու պաշտպանես։ Իներ եկեղեցական կյանքում իրավունք այդպիսի գոյություն չունի, որովհետև պարզ բան ասեմ, տեսեք, կա խտրականության արգելքի, այսպես ասեմ, սկզբունքը։ Արգելվում է մարդուն ընդհանրապես վերաբերվել խտրական կապված թեկուզ սեռով։ Հիմա եկեղեցական կյանքում գիտեք, կանանց իրավունքները այդ տեսակետից սահմանափակված են։ Կինը չի կարող դառնալ օրինակ եպիսկոպոս, կինը չի կարող նույնիսկ բարձրանալ խորան, Սուրբ խորան։
Հիմա եթե աշխարհիկ այդ իրավունքներով նայեք, այստեղ իրավունքի խախտում կա։ Հիմա ինչ, այդ կանայք կարող են դիմել դատարան, օրինակ մի կին դիմի դատարան, ասի պարտավորեցնեք, որ ինձ թույլ տան բարձրանամ Սուրբ Խորան։ Չկա այստեղ իրավունք, հասկանում եք, որովհետև իրավունքը այդ եկեղեցու այդ ներ այդ հոգևոր կյանքի մեջ այլևս չի գործում։ Դրա համար այս ինչ որ արվում է եւ պատահական չի, որ այս իրենց գործողությունները բերել են պարադոքսալ հետևանքների։ Զարգացումներին հետևեք կտեսնեք, որ սա բերել է շատ վատ բաների եւ առաջերտին հենց իրենց համար։ Պարոն Զոհրաբյան, նոր մեղադրանքներ են հնչում եկեղեցու հասցեին, մանկապղծություն, անդամախեղման մասին էր խոսում Ստեփան Ասատրյանը, մինչև ուր են հասնելու այսպես։ Գիտեք ինչ, իրենք բոլոր կարմիր գծերը հատել են եւ չգիտեմ, նույնիսկ հիմա ես հասկանում եմ նաեւ հայ-առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերմունքը, իրենք չգիտեն հիմա երևի թե լավ որ մեղադրանքին, որ բամբասանքին արձագանքեն։ Եթե իրենց բոլոր բամբասանքներին սկսեն արձագանքել, մենք օրական երևի մի 10-ից 20 հայց պետք է ներկայացնենք դատարան։ Իհարկե նաեւ դուք հայ-առաքելական Սուրբ եկեղեցու կարգավիճակը հաշվի առեք, որտեղ այստեղ ինքը հայրաբար է այս ամեն ինչին նայում, հիմա եթե երեխաներից մեկը հիմարություն է անում, հայրը ամեն անգամ չի որ խիստ պատիժ է սահմանում կամ այդ երեխայի խելքին է ընկնում ինչ-որ բան անելու։ Այս տեսակետից պետք է եկեղեցուն նաև այդ վեհ կարգավիճակից նայենք, ես չգիտեմ այդ ծանր մեղադրանքների հետ կապված ինչ կպատասխանի կամ կառհամարի կամ ռեալ քայլեր կձեռնարկի, ես այս բանը չեմ կարող ասել։